Հիմա խնդիր է իրենք եղել են այնտեղ, չեն եղել, հանդիպումը հենց այնտեղ է եղել, զոհեր կան, ինչպիսին է արդյունքը, մենք դեռ տեղեկություն չունենք երեկոյից, բայց մի բան ֆիքսենք, հոգևոր առաջնորդը ով էլ լինի, ընտրված ներկայիս գաղափարական հենքով բնականաբար շարունակելու է Խամենեիի գործը։ Այսինքն լինելու է Իրանի ամբողջականության և նրա հզորության պահպանման ջատագովը և հանրային ընդհանուր միասնության ու համերաշխության առումով հանդես եկող։ Իսկ թե կոնկրետ ում կնշանակեն, մենք արդեն պիտի սպասենք, տեսնենք, որովհետև իրենք շատ տարբեր հաշվարկներ պիտի անեն այս առումով, և ես ենթադրում եմ, որ հեղինակավոր, մեծ հեղինակություն վայելող մեկը կլինի, որը ի պատշաճի կսպասարկի հոգևոր առաջնորդի պաշտոնը։